Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, թե ինչ արկածներով են ընթացել մեր նկարահանումները, միայն ես կարող եմ ասել։ 1 օր առաջ են կատարել կախված գործից եւ արկածների միջով անցնելիս ի վերջո սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Բարի երեկո ձեզ, հետաքրքիր հաղորդում է լինելու, խոսելու եմ Արվի խավարումից, որը տեղի է ունենալու ամսի 12-ին օգոստոսի Գրինվիչի ժամանակով 17:36-ի դրությամբ։ Իսկ Երևանի ժամանակով այդ ժամանակը 21:36-ն է։ Գնացինք առաջ։ Սիրելի հետևորդներ, քանի որ Յուպիտերը արդեն մտել է առյուծի կենդանակերպ, դե գիտեք, 1 տարի էստեղ է լինելու մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը։ Եվ նշված ժամանակահատվածում օգոստոսի 12-ի մոտակայքում արդեն իսկ եթե քարտեզը դիտարկում է Մերկուրին 5 աշյան առյուծի կենդանակերպում, Յուպիտերը 9 աշյան 33 րոպե առյուծի կենդանակերպում, հանգույցներն են այստեղ գտնվում, արդեն իսկ բայց լուսնային խավարման ժամանակ հանգույցները կգտնվեն արդեն առյուծ եւ ջրհոս առանցքում եւ իմիջիալոց բարձրացող հանգույցը լինելու է ջրհոսում, իջնող առյուծում։ Այսինքն էգոն պետք է մի փոքր խեղդել մանավանդ առյուծների համար, բայց հրաշալի ամենաբարենպաստ խավարումներից մեկն է այդ խավարումը, որը կտա մեծ հնարավորություններ օդի եւ կրակի տարիքի ազդեցության տակ ծնվածներին, մի նեղվեք ջրի եւ հողի տարիքի ազդեցության տակ ծնվածներին, որտեղ ձեր քարտեզում այդ կլոր շրջանակում այդ կյանքի ոլորտները տների տիրույթը հենց այդ կենդանակերպերն են զբաղեցնում, ուղղակի պետք է անհատական ձեր քարտեզը դիտարկենք, որպեսզի հասկանանք, թե արևի խավարումը որ տներ են գրկելու եւ որտեղ են լինելու այդ մեծ հաջողությունները։ Մի խանգարող հանգամանք մի փոքր, որ Պլուտոնը ջրհոսում է, բայց Պլուտոն Նեպտուն հրաշալի սեքսիլ դիրքավորում է, նաեւ ձևավորվել եւ դա կարող է լինել մի քանի հարյուրամյակը մեկ։ Սիրելի առյուծներ, ձեր համբերությունը այսպես չչարաշահեմ, դե գիտեք, էլիտար նշան եք դուք մի հաղորդում, մի փոքր ռեզեի այդպես տեղադրել 200,000 դիտում, եթե դուք մեկնաբանությունները կարդաք, ուղղակի կզարմանաք առյուծների բարձր ինքնագնահատական, ձեր ինքնագնահատական սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, առյուծներ մի քանի անգամ բարձրանալու է, բայց այստեղ մի միտում կա, զգուշ պետք է լինեք, հա, որ այդ ձեր մեծ էգոն այդ բարձր դիրքերում գտնվելը ձեզ չհեռացնի ձեր հարազատներից, ձեր համախոհներից։ Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում է, պլաստիկ վիրահատություններ, էսթետիկ միջամտություն, ամուսնություն, քեֆ, ուրախություն, հարսանիք, սիրելի հետևորդներ, ես օգոստոսի հաղորդումը ներկայացրել եմ, խնդրեմ, այնտեղ մանրամասն օրերը դրված են, Վեներան կշարքի կենդանակերպում է լինել, մոտավորապես 1 ամիս այդ ժամանակահատվածում, կազմակերպեք ձեր լավագույն գործերը, գնեք բնակարաններ, ամուսնացեք, ընտանիք կազմեք, գործընկերային նոր հարաբերություններ ստեղծեք, իհարկե ջրհոսների մոտ է գործընկերային հարաբերություն, բայց ձեր լավագույն դիրքերը կարող եք ապահովել, սիրելի առյուծներ, անվանափոխություն, գնեք ձեր էլիտար բնակարանը, ձեր վեհաշուկ բնակարանը, սա այս դիրքերը եւ այս խավարումը ընդհանրապես 6 ամսվա այսպես ժամանակահատված է ընդգրկում, բայց միևնույն է Յուպիտերը առյուծում լինելու է 12 տարի հետո։ Ուշադիր եղեք, սիրելի առյուծներ, փոխեք ձեր կյանքը, կրթվեք, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետեք եւ ի վերջո ձեր երազանքները եւ նպատակները հնարավոր է շատ արագ մոտակա 6 ամսվա մեջ ուղղակի իրականանա։ Սիրելի ջրհոսներ, ձեր 7-րդ տանն է լինելու խավարումները։ Ջրհոսը ոչ ստանդարտ նշան է, ես տարբեր վայրերում, տարբեր հավաքույթների, տարբեր այդպես շրջանակներում իմ ընկերների, գաղափարակիցների, նրանք տարբերվում են իրենցից։ Տեսնում եք, քանի անգամ այդ բառը օգտագործեցի։ Եվ ինչն է հետաքրքիր, հենց այս օրը հաղորդումը, որ հեռարձակում է, լուսինը ջրհոսի կենդանակերպում է։ Ջրհոսները կյանքին նոր բույր, համ, նոր այսպես երանք տվող կենդանակերպներ, նրանք փոխում են ամեն ինչ։ Սիրելի ջրհոսներ, ի վերջո ձեր կյանք կգան այն գործընկերները, որոնց հետ երկարատև հարաբերություններ, կայուն հարաբերություններ կարող եք սկսել, որովհետև առյուծը դա կայունության ֆիքսված նշան է, նրանք կարող են լինել այն մարդիկ, ոչ սովորական, հեղինակավոր մարդիկ կարող են լինել, էլիտար շրջանակներից կարող են լինել,
կարող եք փոխել ձեր կյանքը, ձեր գործընկերների, զուգընկերների շրջանակները փոխել։ Ի վերջո կարող եք ամուսնանալ, ջրնորոցների խոյերի, առյուծների համար էլ է դժվար ամուսնանալ, բայց նրանք հենց դա էլ անում են։ Նոր գործընկերային, զուգընկերային հարաբերություններ, որոնք կարող են գոհացնել ձեզ, ձեր էգոն կամ մի քիչ բարձրացրեք, որպեսզի հենց այդ շրջանակներում էլ կարողանաք եւ ի վերջո ամուսնություն, նշանադրություն ձեր երազանքների, նպատակների իրականացման ժամանակահատված է, բայց դուք միայնակ չեք կարող անել, դուք դա կարող եք անել ձեր մոտակա շրջապատի, ձեր սիրելիի, ձեր զուգընկերոջ, գործընկերոջ միջոցով։ Սիրելին երբեմն 5-րդ տունն է, բայց քանի որ առյուծն է 7-րդ տանը, այդ մեկնաբանումն է տալիս։ Սիրելի կույսեր, ձեր 12-րդ տանն է տեղի ունենալու խավարումը։ Իսկ ովքեր հետո կնայեն, իմացեք, որ ձեր 12-րդ տունն է ընդգրկում արևի խավարումը եւ առյուծի կենդանակերպ։ Տեսեք, հանգստավայրերը, հանգստյան այդ տները 12-րդ տունը ընդգրկում են։ Եթե որոշել եք գնաք հանգստի, սիրելի կույսեր, գիտեմ դժվար եք վաստակում այդ գումարները, բայց թույլ տվեք ձեզ ճոխություններ։ Եթե ուզում եք մարդկանց աչքից հեռու լինել այն դրամական միջոցները, որոնք պետք է ծախսեք ձեր բարօրության համար, ցանկալի է որոշակի ժամանակահատվածը, գոնե մինչև սեպտեմբերի կեսերը հանրության աչքից հեռու լինի։ Կարող եք գտնել ձեր դղյակը, առյուծը, Յուպիտերը առյուծի կենդանակերպում եւ խավարումները այդտեղ։ Այո, հնարավոր է երեխաներ ունենաք, բայց դրանց մասին չիմանաք։ Գաղտնիքներ կարող են բացահայտվել 12 տարվա, 9, 18 տարվա, 12 տարին դա Յուպիտերի դիրքով եմ հաշվում, 9 եւ 18 տարին դա հանգույցների դիրքով եմ հաշվում։ Չգրանցված ամուսնություն, որը կարող եք հետագայում հանրայնացնել, բայց այն ինչ որ ձեռք պետք է բերեք 12-րդ տանն է լինելու, ցանկալի է որոշ չափով հանրության աչքից հեռու պահեք։ Նրանք, ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, միշտ ասում են, որ շատ հավանական է ձեր կեցության վայրը այնտեղ բարելավի, բարվոք վիճակում սկսեք ապրել եւ հուսանք, որ մեր հայրենակիցները, որոնք գտնվում էին արտերկրում, նաեւ մեր թշնամիների ազդեցության ներքո մեր գերիների վերադարձը կարող է լինել, բայց մեծ ջանքեր է պահանջելու, որովհետև Յուպիտեր, Պլուտոն օպոզիցիան է, դա մեծ ռեսուրսներ, մեծ փոխզիջումներ, նրանց մասին լուր կլսենք եւ նաեւ նրանք, ովքեր այդ վայրերում են, հնարավոր է նրանց վիճակը բարելավի։ Սիրելի ձկներ, ձեր 6-րդ տանը, 6-րդ տունը աշխատանքն է, առօրյա աշխատանքն է, կենցաղն է։ Աշխատանքային process-ը կարող եք բարելավել, կարող եք այն վայրը, որտեղ գործունեություն եք ծավալում, ավելի բարվոք վիճակում լինի, հա, այդ գրանցման հասցեն, կարող եք փոխել ավելի այդպես այնպիսի վայր, որտեղ այլ շրջանակներ են, դա միշտ ասում եմ, մի նեղվեք, որ ասում էլիտար շրջանակներ, այո, քաղաքի կենտրոնում կարող է լինել կամ օֆիսային տարածքը կարող եք տեղափոխել լավագույն այդ վայրերը, գրասենյակում վերանորոգումներ կատարեք, լավագույն մասնագետներին կարող եք վարձել Յուպիտերի առյուծում, դրանք HR մասնագետներ են, որոնք ղեկավարման շատ լուրջ փորձ ունեն, նաև դուք ինքներդ կարող եք ղեկավարել ձեր աշխատանքային process-ը ու հասնել մասնագիտական հաջողության, նաև մասշտաբավորում է սպասվում 6-րդ տունը աշխատանք, Յուպիտերը առյուծում մասշտաբավորման տարբեր տեղեր, այդպես կարող եք բացել ֆիլիալները կամ տարբեր պետություններում, հա։ Սիրելի ձկներ, ձեզ համար դժվար է լինելու, գիտեմ, բայց կարող եք դիմել համապատասխան մարմիններին եւ ձեր տան անդամներին կարող եք ներգրավել այդտեղ 18-20 տարեկան ձեր երեխաները կարող են ձեզ օգնել, որոնք ունեն կառավարման այդ ձիրքն ու շնորհքը։ Իսկ եթե որոշել եք արտաքին տեսքի շտկումներ կատարել, պլաստիկ վիրահատություն, այդ ամենը հնարավոր է։ Եթե երեխաներ եք ցանկանում ունենալ, դա էլ կարող է լինել, որովհետև նորարուսն առյուծի կենդանակերպում, բայց բժշկական միջամտության միջոցով, որովհետև 6-րդ տունն է ընդգրկում։ Սիրելի կշեռքներ եւ սիրելի խոյեր, կշեռքների 11-րդ տանն է խավարումը տեղի ունենալու,
իսկ խոյերի 5-րդ տանը Լյուբով դետի տворчество միշտ ասում եմ, սիրում եմ այդ արտահայտությունը, ռուսերենում շատ բնական է հնչում սիրել խոյեր ձեզ է վերաբերում։ Կրկին երեխաներ ունենալու հարցն է, նոր բիզնես պրոյեկտներ կարող եք սկսել, այն բիզնեսը միշտ ասում եմ, որ երեխայի նման սիրում եք, եւ պետք է ուղղակի կարողանաք ճիշտ ղեկավարել ձեր գործերը, սիրելի խոյեր, չպետք է շտապեք, Յուպիտերը առուծում կտա ձեզ լավատեսություն, բայց դուք պետք է կարողանաք ճիշտ կազմակերպել ձեր գործերը, հաջողություններ կարող են լինել, խոշոր շահում կարող են լինել, երեխաներ կարող եք ունենալ, տեսեք ձկների համար էլ ասեցի բժշկական միջամտությամբ, որտեղ 6-րդ տունն էր, իսկ սիրելի խոյեր ձեր դեպքում ինքնաբերաբար եւ իմիջիայլոց կարող եք գնալ ճանապարհորդելու եւ հենց այդ ժամանակահատվածում էլ կարող եք գտնել ինչպես նաեւ աղեղնավորներն էլ աղեղնավորների մոտ եմ դա տեսնում որտեղ Սատուրնը խոյում է Յուպիտեր Սատուրն այդ տրիգոնը լինում ընդհանրապես 59-60 տարի մեկ է լինում սիրելի խոյեր առաջ գնացեք ձեր սիրո հետևից ամուսնացեք, անձնական կյանք դասավորեք, ձեր սիրելիներին ասեք, որ սիրում եմ, նվերներ նվիրեք, տվեք, երեխաների կրթության հետ կապված հարցերը փորձեք լուծել, նրանց տարատեսակ խմբակների տարեք, և իմիջիայլոց առողջի կենդանակերպը դա բեմն է, սիրելի խոյեր հնարավոր է ձեզ լավագույն դերերը առաջարկեն, եթե դուք արվեստի մարդ եք, եթե դուք զբաղվում եք գեղանկարչությամբ, հնարավոր է, որ հենց ձեզ մոտ գային այն բնորդները, որոնց նկարելը մեծագույն հաճույք է եւ նաեւ ձեզ համար դա կարող է լինել կյանքի կարևոր այդ ձեռքբերումը։ Նաեւ այն հաճախորդները, որոնք ձեզ կհանդիպեն, հաճախորդները երբեմն նաեւ 7-րդ տունն է, ջերհոսին է վերաբերում։ Նրանք բարերարներ կլինեն, կօգնեն ձեզ, մարդիկ կլինեն, որոնք կօգնեն ձեզ ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում այն գործը, այն նախագիծը, որը դուք սկսել եք, կարող է բարեհաջող ընթացք ունենալ եւ ձեր կողքը կկանգնեն այն մարդիկ, որոնք մեծ ազդեցություն կունենան եւ այդ սկսած գործը բարեհաջող ավարտ կունենա եւ հարության մեծ շրջանակների կընդգրկի։ Սիրելի քշերքներ, ձեր 11-րդ տուն է, համախոհներ կարող եք ձեռք բերել, նրանք ազդեցիկ մարդիկ կարող են լինել, ազդեցիկ մարդկանց շրջանակներում հեղինակություններ, քաղաքական գործիչներ, բարերարներ, այն պրոյեկտները, որոնք կապել եք նրանց հետ, որոնց այդ մարդիկ պետք է նաև կիսեն ձեզ հետ ձեր նախասիրությունները, ձեզ հաջողություններ են սպասում, խավարումը բացառիկ բարենպաստ դիրքեր ունի, բայց այն ինչ կատարեք, դրա այդ խավարման 6 ամսվա ինքը այդ ժամանակահատվածն է ընդգրկում, բայց նաև մոտավորապես 18-19 տարվա այդպիսի ազդեցություն կարող է ունենալ ինքը, այո, 18-19 տարի առաջ, եթե ինչ-որ հարց է եղել, խնդիր եք ունեցել, սիրելի կշերքներ, սիրելի խոյեր, այդ հարցերը երեխաների հետ կապված, ձեր նպատակների հետ կապված, ձեր ընկերների հետ կապված, այդ հարցերը լուծում կարող են ստանալ եւ միշտ ասում եմ մեծ մասսայականություն վայելել։ Սիրելի քշերքներ, ձեր ընկերների շրջանակում կարող է մեծ հարգանք ունենաք, այդ հարգանքը երևի թե ստեղծել եք եւ նաեւ ձեր ընկերների շրջանակները, ընկերական շրջանակներում կհայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք ազդեցիկ են, որոնք ձեր ապագայի համար մեծ գործ պետք է անեն։ Անցնենք առաջ կարիճների 10-րդ տուն, ցուլերի 4-րդ տուն, կարիճների 10-րդ տունը, սիրելի կարիճներ, ձեր վարկանիշի հետ կապված շատ կարևոր փոփոխություններ կարող են լինել։ Դրանք երբեմն որոշ չափով դժվարությամբ կարող եք դուք առաջ մղել։ Սիրելի կարիճներ, ձեր հայրիկի հետ կապված հարցերն են ակտուալ լինելու, ձեր աշխատանքում որոշակի խնդիրներ պետք է հաղթահարել, բայց հնարավոր է, որ հաղթանակած դուրս գաք։ Յուպիտերը առուծում 10-րդ տան այդ ամբողջ մուրակային դիրքերը այդտեղ ձեր մասին կխոսեն, հանրային ճանաչում կարող եք ստանալ, բայց ուշադիր եղեք, որոշակի դեպքերում հակագովազ կամ սև PR կարող է լինել։ Ընդհանուր մոլորակային դիրքերը դրական են, բայց քանի որ սիմվոլիկ քառակուսի է, այսինքն ինչ խնդրի մեջ էլ ընկնեք, եթե նույնիսկ հակագովազ լինի, հնարավոր է
դուք հաղթանակած դուրս գաք, եւ որովհետեւ այդ ամենը ձեզ հնարավորություն է տալու եւս մեկ անգամ ձեր դիրքերը բարելավելու, հասարակական դիրքը ամրացնելու, սոցիումում առաջատար դիրքեր գրավելու համար։ Անցնենք առաջ սիրելի ցուլեր։ Ցուլերի 4-րդ տանն է, մայր ծնողն է, հայրենիքն է, ընտանիքն է։ Երբ Յուպիտերը մտավ առյուծի կենդանակերպ, ես հանդիպեցի շատ ցուլերի, որոնք արտերկրից ետ են վերադարձել հայրենիք։ Նրանք եկել էին հայրական օջախը շենացնելու։ Մոտակա 6 ամիսը ակտուալ է։ Կարծեք դրախտավայր լինի, գալիս եք հայրենիք այն շենացնելու եւ նաեւ կարող եք ձեռք բերել ձեր երազանքի բնակարանը, տունը, սիրելի ցուլեր, երեխաներ կարող եք ունենալ, ձեր երեխան կարող է երեխա ունենալ, այդպիսի իրավիճակ է հնարավոր, ձեռք կբերեք բնակարան, անշարժ գույք, որը ձեր երազած թաղամասում է, էլիտար թաղամասում, ամենաթանկարժեք շենքերում, ինչու են պարբերաբար նշում սիրելի հետևորդներ, որտեղ Յուպիտերը առյուծի կենդանակերպում է։ Ի վերջո բարեկեցություն կգա ձեր տուն, սիրելի ցուլեր, կզգաք երջանկությունը, ցուլերը մի քիչ նյութական հարցերում ավելի իրենք զգայուն են, որտեղ հենց ֆինանսի փողի նշանն է, հնարավոր է կարողանաք ձեր ընտանեկան երջանկությունը գտնել, բայց որոշակի խնդիրներ կարող է լինել տան անդամների մայրիկի հետ, դրանք հաղթահարելի են, եթե դուք կարողանաք ճկուն լինել եւ ձեր ծնողների հետ, մանավանդ մայր ծնողի հետ հարաբերությունները շտկելիս դուք կարող եք ստանալ ձեր բաժինը ժառանգության տեսքով։ Ժառանգությունը ընդհանրապես 8-րդ տուն է, բայց ինչևէ 4-րդ տունը Յուպիտերը առյուծում խաղաբարումները այնտեղ մեծ ընծա կլինի ձեր մայրիկի կողմից կամ դուք ուղղակի կերջանկացնեք ձեր մայրիկին։ Իսկ կարիճները այդ ամբողջ իրավիճակները, որի ներկայացնում եմ, կարիճների դեպքում հայր ծնողի եւ սոցիումի հետ է կապված։ Սիրելի աղեղնավորներ, ձեր 9-րդ տանը, սիրելի երկորյակներ, ձեր 3-րդ տանը, օգոստոսի 12-ի խավարումը։ Տների ոլորտը 9-րդ տունը դա արտերկիրն է, բարձրագույն կրթությունն է, օտարերկրաճանապարհորդություններն են, սիրելի աղեղնավորներ, ասում եմ Սատուրնը խոյում է, Յուպիտերը առյուծում է, հնարավորություն եք ճանապարհորդելու, սիրելի աղեղնավորներ, եւ նաեւ այդտեղ խոսում էի ես խոյերի դեպքում, հա, ձեր երեխաները կարող են կրթություն ստանալ լավագույն բուհերում, որտեղ Յուպիտերը առյուծում է, դրանք Հարվարդ, դրանք նաեւ կարող են լինել այն բուհերը, որոնք մեծ անուն եւ վաստակուն են, ամերիկյան բուհերն են դրանք, Մեծ Բրիտանիայում գործող, հա, մեծանուն բուհերը։ Նրանց կրթության հարցը շատ կարևոր է լինելու ձեզ համար, սիրելի աղեղնավորների դեպքում ձեր իսկ կրթության հարցը, բայց որոշ չափով նաև շոշափում են երեխաների կրթությունը։ Իսկ խոյերի դեպքում հենց իրենց երեխաների ապագան է։ Օտարերկրյա ճանապարհորդություններ, որոնք ձեզ թույլ կտան ավելի լայնամասշտաբ եւ կազդեն ձեր աշխարհայացքի վրա եւ այդ լայնամասշտաբ ինֆորմացիա կարող եք, տեղեկատվության կարող եք տիրապետել, կհասնեք հաջողությունների, կստանաք լավագույն կրթությունը, գործողներ արտերկրում, որոնցից եւ մեծ բավականություն կստանաք եւ հաջողություններ կբերեն ձեզ, լավագույն տարին է ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, լավագույն ժամանակահատվածը հենց օգոստոս ամիսը եւ մոտակա 6 ամիսներ, սիրելի երկորյակներ, 3-րդ տունը ձեր հարևան, քուր, եղբայր, մոտ շրջանակներ են, ձեր հարաբերությունները նրանց հետ կարող է շտկվել, նրանք իրենց անձնական կյանքը կարող են դասավորել, երեխաներ կարող են ունենալ, երկորյակներ, եռյակներ, նաև խոյերին է դա վերաբերում, որտեղ Յուպիտերը առյուծում ձեր 5-րդ տանը, սիրելի աղեղնավորներ, ձեզ էլ է դա վերաբերում, այո, շատ երեխաներ կլինեն, նրանցից դուք բավականություն կստանաք, նրանք կլինեն ազգի պարծանքը, մեծ, խոշոր, հասուն երեխաներ կլինեն։ Երկորյակներ, այդ երեխաները ավելի շատ ձեր մտերիմ շրջանակներում են լինելու, մեքենա կարող եք ձեռք բերել, այդ մեքենան կարող է լինել լավագույն մոդելի, լավագույն մակնիշի,
դուք ուղղակի բավականություն կստանաք ձեր շրջապատից, ձեր հարևաններից, ձեր քույր, եղբայր, բարեկամներից մտերիմ։ Եվ վերջո, եթե դուք լրատվական, տեղեկատվական հարթակում եք, հնարավոր է, որ բարերարներ հայտնվեն, որոնք կօգնեն ձեզ այդ ամենը կազմակերպելու, սկսած այդ գրասենյակային բոլոր պարագաներից, վայրի ընտրությունից, ձեր ուղղակի այնպես կարող է լինել, որ լավագույն այդ տարածքում, լավագույն պայմաններով ձեզ առաջարկեն ուղղակի լրատվական, տեղեկատվական այդ գործունեությունը ծավալելը։ Ի վերջո, ձեզ հաջողություններ է սպասում հենց երկրի ներսում, հենց մոտ տարածքում, ոչ արտերկրում, եւ ձեր դասարանցիները, ձեր մտերիմները կօգնեն ձեզ առաջ գնալու մոտակա 6 ամսում։ Սիրելի խեցգետիններ, Արևի խավարումը օգոստոսի 12-ի ձեր 8-րդ տանն է տեղի ունենալու։ Նաև ասում են, որ այստեղ Մերկուրի, Յուպիտեր, իջնող հանգույցն է այդտեղ։ Տեսեք, 8-րդ տունը դա ներդրումներն են, դրանք ինվեստիցիաներն են, դրանք ձեր գործընկերների, զուգընկերների գումարներն են։ Մեծ եք, հա, մասշտաբային եք այդ ամենը պատկերացնում։ Այո, հնարավորություն կա այդ ամենը ունենալու, նաև 8-րդ տունը ժառանգությունն է ու կտակն է, հա։ Հնարավոր է այն մեծ երազանքները, որ ունեիք ժառանգության, կտակի, ներդրումների հետ կապված, այդ ամենը կարող է հասու լինել ձեզ։ Ուղղակի միշտ ասում եմ, որ դուք ձեր գործընկերների, ձեր զուգընկերների մոտ պետք է վստահություն ունենաք եւ նաեւ ներդրողների մոտ, 8-րդ տունը դրանք նաեւ ներդրումների դաշտն է եւ ներդրողները պետք է ուղղակի համոզված լինեն, որ այն գումարները, որոնք ներ են դրվում բիզնեսի կամ գործի համար, նրանք մի քանի անգամ աճելու են։ Սիրելի խեցգետներ, գիտեմ զգացմունքային եք, բայց իմացեք, որ շատ հավանական է հենց այս դաշտերում էլ ունենաք հաջողություններ։ Ուղղակի պետք է այսպես ամուր կառչեք ձեր գործից, քանի որ առողջի կենթանակերպը ասում են ֆիքսված կենթանակերպ է, ամուր կառչեք, ձեր նպատակները հստակ ամեն ինչը այսպես սահմանված կարգով ներկայացնեք եւ մոտակա 6 ամսում, ինչու՞ չէ, 12 տարում եւ 18-19 տարում կապահովեք ձեր ֆինանսական մեծ հոսքերը։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր երկրորդ տանն է։ Միշտ ասում եմ, որ կառավարման այդ դաշտերը այծեղջյուրը եւ առյուծն են։ Առյուծը սիրտն է, մեջքն է, այծեղջյուրը ողնաշարն է, պետականությունն է։ Երկուսն էլ շատ կարևոր են։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր ֆինանսական միջոցները կարող են աճել ձերից նախաձեռնությամբ։ Եթե խեցգետինները սպասում են այդ ներդրումներին կամ նրանց կարող են կտակել, ձեր դեպքում դուք ինքներդ պետք է ձեր հաջողության այդ հետևից գնաք, բառացի ասեմ։ Ձեր ֆինանսական այդ ռեսուրսների ամբարը մի քանի անգամ կարող է ընդլայնվել։ Պետք է մասշտաբավորեք, այծեղջյուրները նրանք ղեկավարներ են, գիտեմ, որ բրենդներ ունեք, գիտեմ նաև պետական, ադմինիստրատիվ այդ համակարգերում եք աշխատում։ Հնարավոր է պարգևատրումներ ստանաք ֆինանսի միջոցով լինի, բայց ձեր աշխատանքի արդյունքում կարող է լինել, ձեզ հաջողություններ են սպասվում, մեծ նվերներ, ընծաներ, բայց ձեր բազմաչարչար աշխատանքի արդյունքում։ Գիտեմ, որ շատ երկարաժամկետ պլաններ եք դնում։ Այո, եթե ճիշտ եք կազմակերպել ծրագրերը, այո, եթե հետևողական եք, բայց սիրելի այծեղջյուրներ, մի թույլ կողմ ունեք։ Դուք ուղղակի երբեմն ուշանում եք այդ ձեր որոշումներում եւ կարծրատիպերի պատճառով մի փոքր դժվարությունների առաջ եք անում, դժվար եք առաջին քայլը անում։ Գիտեմ, որ կունենաք հաջողություններ, մեծ ընծաներ, նվերներ, կգնեք այն, նույնիսկ երկրորդ տունը ես կարող եմ նույնիսկ անշարժ գույք եւ նույնիսկ շարժական գույքը համարել, որտեղ դրանք հարստություն են, ադամանտ, ոսկի կարող եք գնել եւ բոլորը սիրելի հայրենակիցներ այդ օրերին այդ մեծ գնումները կարող եք կատարել։ Բացառիկ ամենաբարենպաստ խավարումներից մեկն է, որը կբերի երջանկություն, հաջողություն, եթե
դուք ձեր նպատակներում արդար եք, եթե ճիշտ նախագծել եք եւ գնում եք հաջողության ետևից։ Այսքանը սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք հաղորդումը, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք ալիքին, նաև ասեմ, որ մոտակա 3 ամսում 20,000 հոգի մեկնաբանություն էր գրել, դա շատ կարևոր է, այսինքն իմ հաղորդումները պահանջված են, դուք տեղեկացված եք, դուք սիրում եք աստղաբանությունը և հետևում եք ինձ, սպասեք կարևոր հաղորդում նաև լինելու է մյուս շաբաթ, լավ եղեք, մինչ մյուս հաղորդում։